Բարի լույս ժողովուրդ ջան։ Այսօր ճանապարհին մտածում եմ երկու հիմնական կետերի մասին, երկու տեսակի մասին մարդկանց։ Մի մասը, որպես քրիստոնյա, մտածում է իր անձի փրկության մասին, մյուս մասը մտածում է ուրիշի կործանման մասին։ Երկուսն էլ իրենց քրիստոնյա են կոչում։ Սիրելիներս, մեր Տեր Հիսուս Քրիստոս եկավ ոչ թե որպեսզի ես քրիստոնյա դառնամ ու եւ ուրախանամ, թե ինչպես է իմ դիմացինը կործանվում, այլ որպեսզի ես քրիստոնյա դառնամ եւ ուրախանամ իմ փրկությամբ նախ եւ առաջ։ Որովհետեւ եթե իմ անձը բժշկված չէ, ուրիշի անձի շուրջ մտածել այլևս ավելորդ է։ Եվ մեր Տերն ասում է, որ նախ ձեր աչքի մեջի փուշը հանեք կամ գերանը հանեք, հետո դիմացինի փուշը։ Հետևաբար քրիստոնեությունը ինձ համար նախ եւ առաջ սեփական փրկության ճանապարհն է, որի մեջ նաեւ առիթ պիտի լինի ուրիշներին ցույց տալու այդ փրկության ճանապարհը։ Այսօր այս կիրակին կուզեմ, որ բոլորս անդրադառնանք մեր անձերի փրկությանը։ Որքանով ենք մենք ժամանակ տրամադրում մեր հոգևոր կեցվածքի շուրջ մտածելու, մեր հոգևոր կյանքի ամրացման մասին մտածելու, սեփական անձի։ Սա էգոիզմ չէ, սա հոգատարություն է սեփական անձին, ինչպես որ մարդը լվացվում է, լողանում է օջառով, մաքրվում է աղտից, այդպես պիտի նաև մեր անձերի փրկության մասին մտածենք։ Այլապես աջ ու ցախ նայում ես, տեսնում ես մարդկանց, որոնք պարապ նստած մտածում են, թե ինչպես ուրախանան դիմացինի կործանմամբ։ Սա քրիստոնեություն չէ, սիրելիներս։ Բարի լույս ձեզ, Աստված օրհնի ձեզ։